Մենակ իրավիճ է։ Ես ավելի քան 5 տարի բարերևույթ դատորին կաղանքի կաղանավորված է մեկ հոդվածով, որը ընդունման պահից գոյություն չունի։ Եվ այդ ժամանակահատվածի մի զգալենաս եղել է նախաքննական փուլ։ Հիմա մեծ մասը նախաքննական փուլ եւ դատական նիստերի ժամանակ սա ներկայացնում էր ամբողջությամբ քննչական խմբի ղեկավար։ Հիմա ներկա դատախազը սա առնչություն ունի թե չունի։ Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու իր հայտարարությունների, որը ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կաղանքի։ Իդեպ այն ժամանակ երկրորդ հոդվածը չկար։ Երբ որ կաղանքի տարա եւ մշտապես երբ որ երկարաձգում էին հենց այդ հոդվածներ քննվում, որը ըստ էության ճանաչվեց հակասահմանադրական։ Փաստաբանները բոլոր նիստերի ժամանակ ասում էին, սա հակասում է սահմանադրությանը։ Քննչական խմբի ղեկավարը եւ մասնակից դատախազները իրենց ճռնում էին, որ չէ, նույնիսկ երբ ասում էին, սա պաշտոնական դիրքի հետ ինչ-որ բան կարող է կապել, թե չեք կարող կապել, ասում ես ընդհանրապես պաշտոնական դիրքի չարաշահման խախտման չկա ընդհանրապես։ Հիմա դատախազը մասնակից է եղել այդ քննչական խմբի։ Հիմա իմ հարցը, ինքը այս ամենի հետ կապում է թե չունի։ Ես չգիտեի, որ ինքը քննչական խմբում էր անկեղծ ասած։ Եվ ակնապես բան չունեմ։ Անխոչարյանը շատ բարեխաչորեն է պարոն Հովհաննիսյանի իր աշխատանքը կատարել, որ որևէ բանով ըստ ձեզ պայմանականորեն աչքի չի ընկել եւ դուք չեք իմացել որ աչքի ընկելը ես ցենց ասեմ, ես քննչական խմբի ղեկավար եմ մերակեցնում, բայց ինքը դրել դեպքում այս հանցանքի կամ չգիտեմ, ենթադրյալ իմ համար ենթադրյալ հանցանք է, որպես ապօրինի կաղանքի տարի, 5 տարի, ավելի կամ 5 տարի։ Ինքը մասնակից է։ Հիմա ինքը պիտի այս ինչ որ արվել է այդ ընթացքում, ինքը պիտի հիմա իհարկե փորձի կոծկի, փորձի ամեն գնով իր ճշտությունը ասած ասել պաշտպանում։ Դա ասա ճիշտ բան է։ Շատ բարձ հարց եմ տալիս, չեմ փորձում իրավական տերմիններով եւ այլն։ Ինչի է սա այդպիսի չստացել։ Եվ շարունակաբար մենք ունենանք այս տղաճոկի իրավիճակը։ Հիմա որոշումը ձեռն է, բայց